Նախ մեր հարևանությամբ զարգացումների մասին Իրանը կհասցնի վերականգնել իր պաշտպանունակությունը եւ ինչ է կախված դրանից։ Դե մենք տարբեր տեղեկություններ ենք ստանում կապված միջուկային օբյեկտներին հասցված վնասի հետ, Դոնալդ Թրամփը ամեն օր ասում է, որ վերջ, ոչնչացված է, սակայն կենտրոնական հետախուզական վարչությունը հերքել է, ասել են մի քանի ամսից հնարավորություն կա վերականգնել։ Ասում են նաեւ Մագատեն։ Այո, նաեւ Մագատեն, Գրոսին ասում են, որ Ֆորդոյի հարվածներից առաջ դուրս է բերվել միջուկային այդ ուրանիումը հարստացված։ Պուտինը ասում է, որ դեռ կարող են ստեղծել, այսպես է, էլի, Իսրայելն ասում է 3-4 տարով հետաձգվել է, քանի որ մենք հստակ տեղեկություն չունենք, պարզ է, որ Իրանի վերնախավը հոգևոր նա պատրաստ չի իմ կարծիքով հարաբերությունների կարգավորման Իսրայելի հետ, որովհետև իսլամական հեղափոխության լոզունգներից առաջինը հենց մահ Իսրայելին այդ կարգախոսներ, այնպես որ Իրանը կփորձի, բայց հաշվի առնելով, որ Իրանի օդը հիմա հիմնականում անպաշտպան է, Իսրայելը երբ ուզում այսպես մտնում դուրս է գալիս, կարող են դա կասեցնել։ Ամեն ինչ կախված է, ես ռազմական փորձագետ չեմ, նաև ԱՄՆ-ի ցանկությունից։ Իհարկե Թրամփն ասաց կկրկնեն հարվածը, բայց կարծում եմ նա ավելի շատ ուզում է հասնել միջուկային համաձայնագրի, իսկ արդյոք Իրան ուզում է թե ոչ, առաջիկա օրերին։ Վաշինգտոնն է ուզում հասնել միջուկային։ Միանշանակ Թրամփը անդադ խոսում է։ Հա։ Մեր շահերից բխում է կայուն Իրանը։ Կայուն արևմուտքի հետ լավ հարաբերություններ ունեցող Իրան, որովհետև այդ Իրանը կլինի մեզ համար ճանապարհ դեպի Եվրոպա, Վրաստան, Պարսից Սևծովով դեպի Եվրոպա, թուրքմենական գազի համար Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, սանկցիաներ Իրանի վրայից կհանեն, տնտեսությունը կզարգանա ԵՏՄ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կխորանա, Իրանը դեմ չի լինի եվրոպական դիտորդների, չնայած հիմա էլ այդքան դեմ չի, բայց դե ներկայությանը չի ասի, որ 3+3 հարթակում պիտի լուծվեն խնդիրները ամերիկյան ներկայության դեմ չի լինի եւ ստրատեգիական համագործակցության Հայաստանի հետ կարծում մեզ համար պոզիտիվը շատ է այստեղ։ Մյուս հարևանը Սիրիան սանկցիաների տակից դուրս է գալիս։ Խոստացել են, որ երբ որ ինչ-որ քայլեր կատարվի մարդու իրավունքների հետ կապված դեմոկրատիզացիայի, Եվրոպան էլ ասաց, որ հետևելու են տեսնեն ինչ իրավիճակ է այդտեղ, դե սահմանադրություն փոխվեց, նաև կին ներկայացուցիչ ունեցավ։ Դե այստեղ էականը ոչ թե այդ գործողություններն է ըստիս, այլ Վաշինգտոնի վերաբերմունքը արդեն, չէ՞։ Կարծում եմ Վաշինգտոնի իհարկե դեմոկրատիան այսպես շղարշն է, բայց հասկանալով, որ ձեռնտու չի թողնել Սիրիան էլի ռուս-թուրքական ակցիանում, տեսան ինչ եղավ, էլի դրանից հետո ապակայունացավ տարածաշրջանը։ Ավելի լավ է թողնել միայն Թուրքիային։ Չեմ կարծում Ամերիկան թողել է Թուրքիային, համենայն դեպս այնտեղ որ խոսում էին քրդերի դեմ օպերացիան Թուրքիան պիտի իրականացնի, այդպես էլ չեղավ։ Ճիշտ է, Օջալանը կոչ արեց, որ զենքերը վայր դնեն, բայց Սիրիայի քրդերը ասեցին, որ մենք չենք պատրաստվում զենքերը վայր դնել, կհետևենք իրադարձություններին։ Ես չեմ կարծում, որ Ամերիկան Թուրքիային այդպես վստահում է տարածաշրջանում։ Նեթանյահուն հաջորդ շաբաթ գնում է Վաշինգտոն։ Կարծում եմ գնում է թույլտվություն ստանալու եւ խնդրելու, որ ԱՄՆ-ն վերջնականորեն նորից ավելի ճիշտ ներգրավի։ Գազան ռմբակոծում է արդեն։ Չէ, Իրանային միջուկային օբյեկտները արդեն մեծամասամբ ասում են, որ լիովին ոչնչացված չի։ Ես կարծում Իսրայելի ղեկավարն էլ ունի այդ տեղեկությունը եւ նոր հարվածներ են անհրաժեշտ։ Կարծում եմ Իսրայելը ցանկանում է Իրանի ԱՄՆ-ի ներքաշել Իրանի հետ լուրջ առճակատման մեջ, ոչ թե մի հատ հարված եւ վերջ։ Այսինքն Գազան, եթե մնում է լարված եւ հրթիռակոծության թիրախում, նշանակում է Իրանի հետ կարգավորումից դուրս է բերվել այդ խնդիրը։ Դե այնտեղ առանձին ֆորմատ կա, Եգիպտոսն է ակտիվ, Հորդանանը եւ նրանք համագործակցում են ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ ներկայացուցիչ Ուիտկոֆի հետ, արաբական երկրներ, հիշում եք իրենց ծրագիրը ներկայացրեցին է Տրամփի Ռիվիերայից հետո, որը ընդհանրապես նախադասություն էր, որը Տրամփը ասեց, բայց արաբական երկրներ իր այցի ընթացքում, հատկապես Քաթարն ասաց, որ չէ, թող այնտեղ ապրեն, զարգանան, ուժեղ Պաղեստին, գիտեք իր արտահայտությունները, այնպես որ կարծում եմ, որ Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները լարվեցին մի պահ, հիշում եք, երբ որ Նետանյահուին նա ասաց բարկացած մարդը եւ չայցելեց Իսրայել Տրամփը։ Այսինքն արաբական երկրներն էլ իրենց ազդեցությունն ունեն Դոնալդ Տրամփի վրա, իսկ նրանք իհարկե չեն ուզում, որ Պաղեստինը մաքրվի, շատ ներողություն, Գազան։ Պաղեստինցիներից ինչը ուզում է Իսրայելը, այստեղ էլի ԱՄՆ եւ Իսրայելի շահերը ոչ լիովին են համընկնում, ինչպես Իրանի վերջնական թուլացման հարցում։ Մանավանդ Նեթանյահուին պահել չպահելու հարցը։
Նետանյահուն լուրջ խնդիրներ ունի իր երկրի ներսում եւ այս ախր հասկանում եք նրա այդ տեսակետը շատ նացիոնալիստական է, որ չպիտի լինի Պաղեստին։ Ամբողջ աշխարհը ընդունել է եւ ԱՄՆ-ն է դա առաջարկել այդ երկու պետությունների սկզբունքը։ Դու չես կարող փոքր պետություն լինելով ինչքան էլ հզոր լինես, գնաս ամբողջ աշխարհի դեմ կամ սովամահան ես, դա հատուկ է արվում Արցախի նման է իդեպ, որովհետեւ դուրս հանեն։ Նետանյահուն լավ օրինակ ունի։ Ինքը օգնել այն երկրին, որը հիմա հասել է դրան, Արցախը չկա։ Այո, Արցախը չկա, այդտեղ Ռուսաստանն էլ իր ազդեցությունն ուներ եւ Ռուսաստանը հիմա էլ ձայն չի հանում, նկատել եք այն ժամանակ շատ էր խոսում Պաղեստինի ժողովրդի իրավունքների մասին, բայց երբ որ Իրանը սկսեց մեղադրել, որ Ռուսաստանը իմացել է ուրեմն Սիրիայում Իսրայելի գործողությունների մասին, իրանական մամուլում դա կար։ Ես սկսեցի կասկածել, որ այնտեղ ինչ որ համաձայնության են եկել Պուտինը եւ Նետանյահուն, դրա համար նա այլևս այդքան ակտիվ չի Պաղեստինի ժողովրդի հարցում, ինչպես Ղարաբաղի։ Հա։ Դե հիմա այդ դեպքում պետք է հասկանալ Բաքու-Մոսկվա միջանցքում ինչ է կատարվում։ Բաքու-Մոսկվա միջանցքում կարծում կատարվում է այն, ինչ կատարվում է Հայաստան-Մոսկվա միջանցքում, Երևան-Մոսկվա միջանցքում, ու տեսնում եք զուգահեռ են ընթանում process-ները։ Իմ կարծիքով սա գլոբալ խնդիր է, քանի որ Ռուսաստանը չի կարողանում տարածաշրջանը իր ազդեցության տակ պահել, այստեղ Եվրոպան, ԱՄՆ-ն շատ են ակտիվացել, խոսվում է ամերիկյան նախաձեռնությամբ Փաշինյան, Ալիև հետագա հանդիպման մասին, արաբական որևէ երկրում այդպիսի տեղեկություններ հրապարակվեցին։ Պուտինը ցանկանում է այս երկուսին հետ բերել, պարզ ասած, իր ազդեցության գոտի։ Հայաստանում օգտագործում է խոշոր սեփականատերերին, եկեղեցուն, ազգայնական ուժերին, քանի որ Ադրբեջան դեմոկրատական երկիր չէ, այնտեղ դժվար է այդ ուժերը, որ ինչ որ ձայն հանեն կամ իրենց կրոնը օգտագործել, այստեղ էլ օգտագործում են, հիմա երեք ասեց Զատուլինը, չէ, Ղարաբաղի ժողովրդի հետ նկատմամբ էթնիկ զտում, Արցախ բառը, մենք գիտենք Ռուսաստանի քաղաքական, մեկ էլ աշխատանքային միգրանտներին ճնշել է, դա երկուսի դեպքում էլ օգտագործում են։ Դե Երևանի համար շատ կարևոր է հասկանալ Մոսկվա-Բաքու դիվանագիտական այս փոխհրաձգությունը իսկապես կոշտ է հետևանքների հավանականությամբ, թե Խնդիրը այն է, որ Պուտինը ի տարբերություն Հայաստանի ավելի քիչ լծակներ ունի Ադրբեջանի վրա, մանավանդ որ Ադրբեջանը ունի Թուրքիա։ Պուտինը Թուրքիայից չի կարող խաղալ, նա գիտի, որ Էրդողանը օդում այդպես ուղղաթիռները ոչնչացնում, իսկ Թուրքիայի համար կարևոր է ունենալ ռուսական ազդեցությունից թույլ Ադրբեջան։ Այսինքն այստեղ իրենք հակասության մեջ արդեն Էրդողանետ են մտնելու, որը իմ կարծիքով այս աշխարհակաղակական պայմաններում ձեռնտու չի Պուտինին, բայց Պուտինը կփորձի նյարդայնացնել Ալիևին, այդ աշխատանքային միգրանտների պահերով, գիտեք Հայաստանն էլ ունի հաջորդը, այնտեղ կասեն կհեռացնենք, խնդիրներ կստեղծենք, որպեսզի Ադրբեջանի ներսում դժգոհություն լինի։ Գումարած, ես վստահ եմ կխոսեն արդեն Բաքվի մեր գերիներից, մարդու իրավունքների հետ կապված Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի ժողովրդի անունից, այստեղ Արցախի օրինական ներկայացուցիչներ նամակ կգրեն Վլադիմիր Պուտինին, որ արի եւ կատարի նոյեմբերի 9-ի կոպ արտահայտությունը, քանի որ Ալիև ինքը միջազգային յանքը խախտելով է լուծել ճակերտավոր Արցախի խնդիրը, նա այստեղ շատ խոցել է